Հրեաների զատիկը մոտ էր, և Հիսուս Երուսաղեմ ելավ, և տաճարի մեջ գտավ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ և աղավնիներ, ինչպես նաև լումայափոխներ, որ նստած էին։ Եվ չվանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաև ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց և նրանց սեղանները շորտվեց։ Իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրեք և իմ հոր տունը վաճառատան մի վերածեք»։ Նրա աշակերտները հետո հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ իմ նախանձախնդրությունը ինձ պիտի ուտի»։ Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, թե իրավունք ունես այդ բանն անելու»։ Պատասխանեց նրանց Հիսուս և ասաց. «Քանդեցեք այդ տաճարը, և 3 օրվա ընթացքում այն կվերականգնեմ»։ Հրեաները նրան ասացին. 46 տարում շինվեց այս տաճարը, իսկ դու 3 օրում այն վերականգնում ես։ Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ Իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այդ է, որ ասել էր, և հավատացին գրքին ու այն խոսքին, որ Հիսուս ասել էր։